Լևոն Քոչարյան։ Պարոն Ֆարմանյան, երբ որ դուք տեխնացու եք ու քննարկումներն էր գնում ձեզ ընտրելու հետ կապված, այսպես փորձ արվեց քաղաքացիական պայմանագրի պատգամավորների կողմից, գրեթե 91 թվից սկսած պետք ամբողջ համակարգի այս ենթադրյալ ու իրական բացթողումները ձեր հետ կապելու, ու նաև այս համատեքստում պատգամավորներից մեկը, եթե չեմ սխալվում, ասեց, որ ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ ժողովրդի լեզվով ասած, այսպես գործ տալու մասին ակնարկեց, ինչ-որ նորություն կա։ Կներեք, պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Հաղորդում ներկայացնում, կներեք, պարոն Քոչարյան, ոչ։ Այսօր ներողություն չեք խնդրել։ Պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Ես եմ ընտրում իմ խոսքը ու եթե դուք զգուշացում։ Ինչի համար։ Հաղորդում։ Ուրեմն լսեք միջև վերջ, կասեմ ինչ նկատի ունեմ։ Պարոն Քոչարյան, ասում եմ ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Ասում եմ հիմա դուք ինձ լսեք, պարոն Քոչարյան։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթի ոչ դուք չեք խոսում, անջատեք պարոն Քոչարյանի վերջացնեմ նոր կարող եք անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Ես եմ խոսում, պարոն Քոչարյան, ուրեմն լսեք ինձ։ Ասում եմ ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ Հայաստանի Հանրապետությունում չկա նման բան ու չկա մի պատգամավոր, որ կարա այս դահլիճում ոստիկանությանը հաղորդում ներկայացնելը անվանի գործ տալ։ Եթե կա նման պատգամավոր, նրա խոսափողը կանջատվի։ Հաջորդ հարցը Մեսրոպ Մանուկյան։ Պարոն Եղոյան, նստեք, ձեզ հայտարարվում է նախազգուշացում, նստեք ու մի միջամտեք։ Պարոն Եղոյան, պարոն Եղոյան, մեկ նիստի ընթացքում դուք զրկվում եք խոսափողից հանդես գալու իրավունքից։ Պարոն Եղոյան, Մեսրոպ Մանուկյան, համեց։ Պարոն Ալեքսանյան, կարծում եմ երեկոյան Հիմա ում հերթնավ ներողություն։ Այդ արդեն ես կապ չունեի, պարոն Մանուկյան։ Վերականգնեք իմ րոպեն։ Վերականգնեք պարոն Մանուկյանի ժամանակ։ Պարոն Ալեքսանյան, կարծում եմ երեկոյան նորից վառ համակարգի կարիք է կզգանք, բայց այն հարցադրումները, որ տալիս էիք պարոն Ֆարմանյանին, թե 400,000 դրամով ոնց այդպես փողերի տեր դարավ Գագիկ Խաչատրյանը, օրինակ ես կպատասխանեի Գևորգ Սաղոյանի նման, բայց մի հարցս էլի, պարոն Ֆարմանյան, տեսեք ձեր տեխնոլոգիան ժամանակ, այտենց ձեր կենսագրության, միջև երևի ձեր պապու պապերին, ով ինչ մեղք ուներ գործած անդրադարձան։ Ինձ հետաքրքիր է, մի հատ ուրիշ արժանավոր տեխնացուի եք ներկայացրել, մտաբախություն չունեք, որովհետև ՔՊ-ի մոտ գործում է երկակի ստանդարտներ, եթե նույն ձևով բծախնդիր իրանք ուսումնասիրեն իրենց 122-րդ համար Գևորգ Սաղոյանի, իր ունեցվածքը, իր փողերը դիզելը, այսօրվա քաղաքի էլիտար շինարարությունները մնացածը, ուզում հասկանամ ոնց էր լինում, այն մարդը դառնում է ՔՊ-ական, իրանց տեխնացուի անդամ, դուք դառնում եք հրեշ, ու ձեզ չեն ընտրում։ Հիմի մտավախություն չունեք, որ նույն տրամաբանությամբ մյուս արժանի տեխնացուին Տիկին Մանուկյանին, որին որ դուք ներկայացրել եք, այտենց քանդեն ինչ-որ մատ չգիտեմ ինչ կգտնեն, վերջում կասեն Տիկին Մանուկյանին էլ չենք ընտրում օրինակ։ Հասկանում եք, ես ավարտեմ, էլի թողեք իմ մի րոպեն սպառեմ, ես ամբողջությամբ իմ համար շատ կարևոր է, որպեսզի երկակի ստանդարտներ չգործեն։ Այսինքն, եթե կա հավասարություն այն կրիտերիաները, որոնք որ սահմանված են ձեր նկատմամբ, մարդ առաջինը իր նկատմամբ պիտի կիրառի, հետո նոր դիմացինից պահանջի։ Ներկայացվել էր արժանավոր տեխնացու, որին նորից եմ կրկնում, նույն համակարգում աշխատող իրենց գործընկեր ասեմ, իրենց ընկերն ասեմ, չգիտեմ, կուսակցականա թե չէ, այնուամենայնիվ, իր այդ խնդիր չունեն, ձեր հետ ունեն, մի նույն վտանգը չեք զգում, որ Տիկին Մանուկյանի հետ էլ կարող է լինել։ Շնորհակալություն։
հարցի համար, ուրեմն սկսեմ պարոն Քոչարյանի հարցին պատասխանելուց։ Ինչ վերաբերում է ուրեմն հաղորդում տալ, ես որևէ խնդիր չունեմ օրենքի հետ կապված, մեկ անգամ եւս ուղղակի մեր հանրության ասելու համար ուզեմ ասել հետեւյալը։ Խնդիրը կապված էր իմ պետական եկամուտների կոմիտեի աշխատելու հետ։ Երբ մեր գործընկերները շատ լավ իմ կենսագրությունը ուսումնասիրելով գիտեն, որ ես աշխատել եմ այնպիսի ստորաբաժանումներում, որտեղ այդ կոռուպցիայի մասին խոսելը առնվազն վիրավորական է բազմահազար նախկին եւ ներկա պետ աշխատակիցների նկատմամբ։ Այսինքն ստացվում է բոլորը թալանչի են։ Եվ այո, պարոն Մանուկյան, ինչպես դուք նկատեցիք, թե իրենց ցուցակի 122-րդ համարը, թե կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ում հետ միևնույն ժամանակ աշխատել ենք, այդ երկակի ստանդարտներով պայմանավորված իրենց մասին չեն խոսում։ Ինչ վերաբերում է թե ես իմ աշխատած ժամանակ, չգիտեմ ինչ-որ շահերի բախում եւ այլն, որևիցե նման բան գոյություն չունի, 19 թվականից հետո ես պետական ծառայող չեմ եղել, որևէ արգելված գործունեությամբ չեմ զբաղվել։ Հիմա թե իմ կազմակերպության, այն կազմակերպությանը, որը որ ինձ է պատկանում կամ ինձ չի պատկանում, որտեղ եմ աշխատել, չեմ աշխատել, դա իմ իրավունքն է։ Անունը ինչ կդնեմ, պարոն Վարդևանյանը մեքենայով եկավ, կատակով ասացի, պարոն Վարդևանյան, մեքենայի տառերը A-V է, կարող է Արամ Վարդևանյանը, ծիծաղեցինք։ Հիմա սենց այս բառախաղի հետևից չընկնենք, կրկնում եմ, նման խոսույթը վիրավորական է բազմահազար պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար, պարոն Քոչարյան, ձեր հարցին եմ նաև պատասխանում։ Այդ հաղորդման հետ կապված ես չեմ կարող ասել, ուրեմն ով ինչ կանի, ես կարող եմ իմ փոխարեն պատասխան տալ, որ ես նորից եմ կրկնում, աշխատել եմ այնպիսի ստորաբաժանումներում, իրենք շատ լավ իմ կենսագրությանը ծանոթ լինելով, ես որևէ բան չեմ թաքցրել, ինչ կազմակերպության անուն տվել են դրանք նշված է բոլոր իմ կենսագրությունում, ազգային ժողովի կայքում էլ կա, եւ ընդհանրապես այո, երկակի ստանդարտները իմ խոսույթի մեջ կա, երկիրը կործանման տանելու ամենակարճ ճանապարհներից մեկն են։ Ուղղակի իմ կենսագրության մեջ ուշադրություն չեն դարձրել երևի։ 2006-8 թվականներին օպերատիվ աշխատանքի փորձ ունեմ, եւ պարոն Հարությունյանին մի հատ ցուցակ կարամ տամ, այդ ականջները որտեղից են երևում, էլի այդ ինֆորմատորների, ովքեր որ ուրեմն զրպարտությամբ են զբաղվում իմ անձի հետ կապված ու փորձում են իբրև թե վարկաբեկել։ Թալանը իրանք շարքերում է, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն էլ աշխատել է նույն իմ ժամանակահատվածում, բայց պարոն Հարությունյանը այդ հարցը չի տալիս, թե ինչու ասենք իր տեղակալը լինելով միջազգային հարաբերությունների բաժնի պետ, ինչով է առավել կամ ինչով է տարբերվում մեթոդաբանության բաժնի պետից, ես չգիտեմ ես ինչ է նշանակում։ Թե ինչ եմ արել, ոնց եմ արել, նորից եմ կրկնում, ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում։ Դուք խոսում եք հավատարմագրային կառավարման հանձնելուց, ես չեմ ունեցել սեփական բաժնեմաս կամ անձամբ չեմ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նաև ասեմ ավելի, նորից եմ կրկնում, շատ հստակ, 19 թվականից հետո ինչ ունեցել եմ, լավ եմ արել։ 19 թվականից հետո որևէ արգելված գործունեությամբ չեմ զբաղվել, պետական ծառայող չեմ եղել։ Հիմա կներեք, նորից եմ ասում, այսինքն ֆիրմայի անունը կլինի Պողոս Պետրոս Կիրակոս, դրանից բան չի Պարոն Ֆարմանյան, արձագանքի կշարունակեք, արձագանք։ Ներողություն։ Ճիշտն ասած գայթակղությունը շատ է Եղոյանի ոճով ասեմ, վայ, խոսած հանեք դուս, բայց չեմ ասի էդի էլի անկեղծ, պարոն Եղոյան, ձեզ կարողացեք կառավարել անկեղծ, էլի նորից ոգևորվել եք, խոսում եք, կռիվ եք անում, մի արեք, մի եթե ընդդիմադիրն անելուց լիներ, Վահագն Ալեքսյանը ՊՊՑ-ին օգնության էր կանչել։ Հիմա ինչ է, իմ հարցին չպատասխանեցիք, պարոն Ֆարմանյան, դուք մտավախություն չունեք, որ նույն ձևով Տիկին Մանուկյանի կենսագրականը կսկսեն փորփրել ու ինչ-որ մի հատ տարօրինակ, մի հատ գիծ կգտնեն, կդառնա դրոշակ ու ամենաարժանապատիվ մարդն էլ կասի գիտես ինչ կա, զզվցրիկ էլի, ես թողնեմ գնամ ստեղից օրինակի համար։ Ինչ եմ նորից կրկնում, այդ չեք տեսնում այդ խնդիրը, որտեղ ձեր 3 թեկնածուներն էլ իմ համար շատ արժանավոր մարդիկ են եղել, իմ համար նաև անհասկանալի էր ինչու չընտրեցի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, անկեղծ ասած որևէ բանի վրա չեմ զարմանում։ Հետևաբար կարծում եմ սրանով ձեր հարցին պատասխանեցի ես, չեմ զարմանա որևէ բանի վրա, չնայած որ Լիաննա Մանուկյանը, Տիկին Մանուկյանը ունի ամբից կենսագրություն, մենք էլ չունենք արատավորված կենսագրություն, եւ ինչպես ինձ էին հարցեր ուղղվում, հետևաբար չեմ զարմանա, որ նմանատիպ հարցեր ուղղվեն Տիկին Մանուկյանին։ Նաեւ գիտեք ինչն է խնդիրը, ես այստեղ մի բան եմ տեսնում, sense մի միտում։ Ուրեմն կա մի կարծրատիպ, տեսեք Գագիկ Խաչատրյան, Ալան Թալան, չգիտեմ ինչ, այս խոսույթների շրջանակներում բոլորին թվում է թե մենք թալանչիներ ենք։ Ու երբ որ ման են գալի տեսնում են թալանած բան չկա, եկեք պարտքերով բանով ինչքան գույք ունեմ հանձնեմ ձեզ, նվերտամ։ Պարտքերս նվերտամ ձեզ, ժողովուրդ ջան։
Հա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, զուտ հիշեցնեմ, որ պետական պաշտոնյաները 40,000 դրամը գերազանցող նվերներ չեն կարող ընդունել։ Հարություն Հարությունյան։ Ինչ նվեր։ Հարգելի գործընկերներ, մեր խմբակցությունը քիչ առաջ տենց ներքին քննարկում ունեցավ, ուզում եմ մեկ բան բարձրաձայնեմ, մեր կարծիքով ստեղծված իրավիճակում այդքան էլ ճիշտ չէ, որ մենք աշխատանքային օրը շարունակենք մինչև ժամը 20:00-ն, առաջարկում եմ նոր նախագծի շուրջ քննարկում անել եւ քվեարկել սահմանելով մինչև այսօր 24:00-ն։